Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 14-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար, որը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 14-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք այդ օձերի պատճառով, ինչ-որ բաներ են ասում, անում, նախանձում են և այլն, հա ինչ-որ պահեր են։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, բայց այստեղ կարծես թե բժշկական կենտրոն է, ոչ թե մեկ այլ կենտրոն, կամ այցելում եք, կամ նաև կարող է դա կոսմետոլոգի մոտ է ցույց տալիս, կամ հիվանդանոց է, որտեղ կամ ինչ-որ մեկին եք այցելում, կամ դուք եք գնում ստուգվելու, կամ ինչ-որ պահեր են այնտեղ։ Նաև ինչ-որ բան չի ստացվում այդ օրը, որովհետև փակ է, որտև ինչ-որ տեղեկատվության եք սպասում, փաստաթղթի եք սպասում, որը կարծես թե դեռ չկա, դրա համար տատանվում եք, ինչ անեք, ինչպես անեք։ Մտքերի մեջ կընկնեք, հա, և դժվարանում եք, որովհետև առավոտ էլ էլի օձերի պատճառով, հա, այդ ինչ-որ մի բան ուշանալի է մոտապես մի ամիս ու մի քանի օր, իսկ եթե նայենք, եթե օձերն են էլի մեղավոր, որ դա չի լինում, որտեղ ուշանում է արդեն, ապա այն ինչ որ փակ է չի ստացվում, դա եւս էլի կարող է ուշանալ, որովհետեւ այդ փաստաթուղթը, այդ տեղեկատվությունը, այդ պատասխանը, այդ ինչ որ սպասում եք, դա կարող է ձգձգվել մինչև 3 ամիս։ Եվ նաև ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, ոմանց նաև աշխատանքին է վերաբերվում, կամ 3 ամիս պետք է աշխատեք, կամ 3 ամսվա կարող է ինչ-որ պայմանագիր են տվել, այդպես, կամ նաև սա պետական աշխատող է, որը ձեզ ասում է այդ մասին, որ 3 ամիս դեռ պետք է սպասես այդ ինչ-որ մի բանի համար։ Կամ աշխատանք է, որի վրա կարող եք մի քանի ամիս աշխատել, պատվեր է, և այդ պատվերը այդքան էլ հեշտ չէ անել, ինչ-որ մեծ բան է, և մոտապես 3 ամիս պետք է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 14-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ինչ-որ մտքեր կունենաք, մտածում եք, զանգեք այս մարդուն, չզանգեք, ինչ-որ պահեր են մտածում եք, կամ հեռախոսը զանգից հետո եք ընկնում մտքերի մեջ, ինչ-որ մեկի մասին եք մտածում, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, գուցե մեկ ամիս շուտ է լինում այդ բարի լուրը, կամ այդ բարի լուրը կապված է նաև ինչ-որ մի բան մեկ ամսվա հետ, կամ ձեզ համար լավ է դա, կամ ինքը այս պահին լուրը կա, բայց ինչ-որ մի բանը տեղի ունենալու դեռ մեկ ամիս հետո, այդպես ոնց որ անձնագիրդ պատրաստ է, բայց մեկ ամիս հետո կարող ես վերցնել, օրինակ, նմանատիպ ինչ-որ պահեր են այստեղ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, բայց հնարավորություն այդ ժամանակ ձեր ձեռքից բաց կթողնեք, գուցե հանդիպում եք, գուցե մեկ այլ բան է, իր հետ եւ այն մյուս գործերը չեք հասցնում անել, բայց այստեղ նայեք, նախ պետք է մի քիչ ուշադիր լինել, եթե այդ տղամարդը ձեզ որևէ մի բան առաջարկի, որովհետեւ այդքան էլ նորմալ չէ, այդքան էլ լավ բան չի առաջարկում, կասկածելի է, դրա համար անմիջապես մի վստահեք։ Եվ նաև կարող է գաղտնիք է բացահայտվում այդ տղամարդու վերաբերյալ եւ այստեղ նաև ընտանիքն է, ձեր սիրելիները, ծնող եւ նաև ձեր երկրորդ կեսը, ում հետ որ կարող եք վիճել, կարող եք իրար լավ չհասկանալ, վիրավորել, ինչ որ մի բան է, կարող է գաղտնիքն է բացահայտվում, կամ մեկը մյուսին ասում է, որ մի արա դա, որովհետեւ ոնց որ կեղծիք լինի, բայց մյուսը չի հավատում, չի վստահում եւ խոսում է, հա, եւ մյուսն էլ հավատում է, դա համար այդպես ոնց որ իր հետ անհամաձայնություն է եւ իրար կարող եք նաեւ նեղացնել։ Այսքանը, ինչ որ հատուկ բաներ այլ չկա։ Եվ կարող է նաև ինչ-որ մի բան էլ ուշանա մոտավորապես 3 ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 14-ին։ Րոպե։ Հարգելի վագրեր, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, առաջ խաղացում, զարգացում, մի խոսքով հիանալի պահեր են առավոտյան, նայ միգուցե ինչ-որ մեկը երեկոյան է լինում։ Երկար սպասված ոչ է տեղեկատվություն ունեք այդ օրը կստանաք, ոչ է փաթեթ է, ոչ է ինչ-որ մի փաստաթուղթ է, որը այդ օրը կստանաք։ Ոմանք աշխատանքի կարող են ընդունվել կամ խոսել տնօրենի հետ, կամ խոսել որևիցե մասնագիտության հետ կապված մասնագետը, հա, ոնց որ մասնագետի հետ եք խոսում, կամ ինչ-որ բան եք հարցնում, ինչ-որ բան եք կիսվում, գուցե դուք եք սովորեցնում։ Ոմանք շատ աշխատանք ունենան եւ ձեր մասնագիտականով, հա, ձեզ կարող են նաեւ բաներ պատվիրել։ Նաեւ սա պետական աշխատող է, ում հետ որ կարող եք խոսել այդ օրը։
Ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, կարող եք ժամադրության գնալ, ընտանիքում սեր կլինի, միգուցե սպասում եք այստեղ ինչ-որ մեկի, միգուցե սպասում եք ձեր սիրելիին, ամենայն դեպս ինչ-որ մեկին եք սպասելու եւ երկերեսանի մարդ կա։ Միգուցե նաեւ իրան եք սպասում, չի բացառվում։ Այդքան ուրախություն ու մի ցույց տվեք այդ օրը բոլորին, որովհետեւ նախանձություններ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 14-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, կարիերայի փոփոխություն ունեք, պատվերներ են տալիս, ճիշտ է շատ չէ, բայց ինչ-որ առաջ խաղացում կա ձեզ մոտ, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, ոչ կարող եք հուզվել, նաև արտասվել, բայց հետո գորգռում եք, ինչ-որ մեկի վրա եք գորգռալու, ինչ-որ բանի համար, դուք եք սկսում, դուք եք գորգռացողը, սա վեճ չի, սա ուղղակի գորգռում եք ինչ-որ մեկի վրա։ Նաև կտրուկ ոչ է քայլ կարող եք անել, կամ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա, կամ դուք ինչ-որ անմտածված քայլ եք անում, միգուցե այնքան եք գորգռում, դա հենց հետո է։ Եվ երեկոյան ոչ է մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթուղթ եք ստանում, փաստաթղթերն եք դասավորում, առավոտյան որ տանեք, նաև տետրերն եք դասավորում, հա չի բացառվում, սա որ տետր լինի։ Եվ ոչ է նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 14-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը
Իսկ հուշացում ունենք, հա, ես չհանեցի եւ երկրորդ անգամ չարեցի, որովհետեւ արդեն իսկ մարդու ոնց որ ինչ որ պետք է անգնի, դա անգնում է, հետո արդեն փոխում ենք մենք իր օրը։ Սա նախ զգուշացում է, որ այդ օրը կարող եմ ձեզ խաբել, կարող եմ մոլորեցնել ձեզ գործի բերումով, անձնական հարաբերությունների բերումով եւ այլն, հա, պետք է ուղղակի ուշադիր լինեք այդ հարցերում։ Նաեւ սա գաղտնիք է, որը կարող է բացահայտվել, որը շատ այդպես փուչիկի նման նա կպայթի։ Այդ օրը նաեւ կարող եք վիճել կամ չհասկանալ ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր երկրորդ կեսի հետ, հա, ինչ որ կարող լեզվակռիվ լինի։ Երեկոյան եւս էլի օծեր կան, որ իմանայի սենց վատ է լինելու, կփոխայի ձեր օրը, բայց չգիտեմ, ինչ իմանայի։ Օծեր կան նաեւ նախանձ մարդիկ, թունավոր մարդիկ, նաեւ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Գուցե օծերը նյարդայնացնում են ձեզ։ Գլխացավ է սկսում, հա, որովհետեւ հա նյարդայնանում եք կամ չեք կարողանում հետադարձ լիարժեք իրենց պատասխանել, մնում է ձեր մեջ եւ այդպես վատ եք զգում։ Այդ օր ուղղակի պետք է հենց այնպես անցկացնեք, առանց որևէ նյարդայնանալու, առանց որևէ մեկին հավատալու, վստահելու, այդպես պետք է այդպես ապրեք։ Անցկացնեք գնա, այնքան էլ արագ է թռնում օրը, որ չեք էլ զգա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օծերին հունվարի 14-ին։ Հարգելի օծեր, այդ օրը աշխատանքի հետ կապված կարող է ինչ-որ տեղեկատվություն եք ստանում, փաստաթուղթ եք ստանում, փաստաթուղթ եք ստորագրում նաև, պայմանագիր եք ստորագրում, նաև պետական աշխատողում հետ կհանդիպեք կամ իրեն եք թուղթ տալիս, կամ ինքն է ձեզ թուղթ տալու։ Ոչ է լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք օրվա ընթացքում, նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, ով որ տղամարդ է, եւ վիճում եք։ Վիճում եք, այստեղ չգիտեմ, առավոտյան եք վիճում, ինչ-որ մարդկանց հետ, թե երեկոյան եք վիճում։ Չգիտեմ ինչի համար, չի ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 14-ին։
Հարգելի ձեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում, նաև դուք ինքները ձեր գործերը առաջ կմղեք, կտանեք առաջ, այն ինչ որ մնացել էր, այն ինչ որ դանդաղում էր, բացի դա էլ ինչ որ մի բանից է սկսվում, ոչ թե սկսում է, հա, ինչ որ մի բան առաջ գնալ, հետո ոնց որ դուք էլ հրում եք, դա եւս ինչ որ կարող է տարբեր գործեր են մեկում ինչ որ միտեղ առաջ խաղացում ունեք, նաև ձեր գործերն էլ այդ օրը ավելի առաջ եք մղում։ Նաև մտածում եք կարիերայի մասին, ինքը այդքան է բարձր չի, մտածում եք ավելի ինչպես անեք, որ ավելի բարձրանաք, ավելի շատ լինի ինչ-որ մի բան, հա, դրա մասին եք մտածում։ Նաև հույսով լցված եք, հա, եթե պատվերով եք աշխատում, ոնց որ էլ ինչ անեք, որ շատ պատվեր ունենաք։ Հույսով լցված եք օրվա ընթացքում կամ հույսն դել եք ինչ-որ բանի վրա, ինչ-որ մեկի վրա։ Եվ այստեղ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե կամ տղամարդն է տուն գալիս, սպասում եք գա, պատմեք, ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 14-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրախոստովանություն կամ հարսանիքի կարող են հրավիրել, նշանադրության կամ դուք եք ամուսնանում, միգուցե ամուսնության հետ կապված որևէ կարևոր տարելից է։ Նաև դա գործարք է, որը կարող եք կնքել, բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, կարող է ձեր ընտանիքից է, կարող է նաև ինքը աշխատանքի բերումով է, տնօրեն է կամ պետական աշխատող է, կամ ինչ-որ մեկն է, որ ինչ-որ գործի հետ կապված կապ կա, նաև երիտասարդ տղա է։ Սրանք ձեզ համար կարող են լինել նաև տարբեր տարիքի սեռի ներկայացուցիչների համար կարող են լինել նաև հակառակ սեռի ուղղակի ծանոթություն։ Եվ նաև ձեր տղան է, կարող ամուսինն է գալիս սկզբում տուն, հետո տղան է գալիս տուն, հա, ինչ-որ պահեր են, կամ ամուսնու հետ տղային ճանապարհում եք բանակ, կամ ընդունում եք։ Այդ երեկոյան վիճում եք։ Վիճում եք արդեն չգիտեմ որ մեկի հետ, ում հետ եք վիճում այստեղ, միգուցե տղայի, միգուցե ձեր տղան է ուշ է գալիս տուն, վիճում եք հետը կամ այստեղ մեկ այլ արդեն ինչ-որ մեկն է, ում հետ որ կարող եք վիճել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 14-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը առավոտյան որոշեցի խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք եւ հետո կսկսեք տատանվել, ծանր թեթևանել, միգուցե սկսում եք կասկածել կամ որևիցե ընտրության առջև եք կանգնում դրանից հետո ինչ անել, ինչպես անել, որտեղ կարող է նաեւ այս օցերն են ձեզ հա վերափոխում, որ սա արա, նա արա, այսպես արա եւ սկսում եք արդեն կասկածների մեջ ընկնել։ Նաև այդ օրը հանդիպում ունեք եւ երիտասարդ տղայի հետ կամ շփում եւ ավելի տարեց մարդու հետ։ Երկուս եթե կարող եք շփվել այդ օրը կամ հանդիպել։ Գուցե սա նաև հակառակ սեռի ներկայացուցիչներ են, ովքեր հետ որ ուղակի, հա, սիրային պահերով կարող եք հանդիպել։ Նաև երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոնց որ քարերը նորմալ չի երևում, հա, ինչ որ վերջ։ Այսպես անենք ավելի լավ կերևա։ Ուրեմն երկար սպասված ոչ է տեղեկատվություն է, փաթեթ է կամ փաստաթուղթ է, որին սպասում եք կամ պատասխան է, եւ այստեղ ելք եք փնտրում եւ հույսով եք, որ ելքը կգտնեք, ինչ որ մի բան անելու համար։ Փնտրտուքների մեջ եք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունվարի 14-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը օցեր կան, նախանձ մարդիկ, որոնք շրջապատում են ձեզ կամ օցություն են անում ձեր հանդեպ, նաև տան հետ կապված ոչ իրադարձություն է, կարող է այստեղ տան վարձ եք տալիս, տուն եք մաքրում, տեղափոխվում եք, հյուրեր եք ընդունում, առիթ է, հա, ինչ որ բաներ։ Օրվա ընթացքում ելք եք փնտրում, ինչ որ հարցին լուծում տալու համար, այստեղ չի երևում ելքը ինչի համար է։ Նաև երեկոյան մի փոքր արդեն ուշ այստեղ քիչ է պատվերը կամ քիչ է ինչ որ կամ գորգռում եք, դրանից է պակասում ձեր ոնց որ կարիերան, ձեր հեղինակությունը կամ քիչ է դրա համար եք գորգռում կամ ինչ-որ մի բան այնպես չէ, դրա համար եք գորգռում։ Կարող է նաև դա ուղղակի խանգարի ձեր կարիերային, հա, դրա համար պետք է զսպեք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 14-ին։
Հարգելի շներ, այդ օրը ընտանիքի անդամների հետ եք վիճում, իրար այդ լեզվակռվի մեջ եք ժամի հետ եք կապված, հա։ Ոնց որ չեք հասցնում ինչ-որ միտեղ, իրանք պետքա տանեն ձեզ, ուշացնում են, բայց գիտեք գնալու եք ինչ-որ միտեղ սպասեք, հետո ասելու եք վայ անիմաստ էր գորգռոցս, անիմաստ էր այդքան սա նրան կպա, որ ինչ շուտ տանեն։ Կամ սպասում եք իրանց առավոտյան եւ դրա համար եք գորգռում։ Նա ոնց որ իրանց ասած ժամին չեն եկել։ Նա ձեր հարազատն է, ձեր երկրորդ կեսն է, ինչ որ մեկն է, ընտանիքի անդամ է։ Հանկարծ եք իլուր կլսեք այդ օրը, նաև երկար սպասված ոչ տեղեկատվություն, պատասխան, հեսա փաթեթ, ինչ որ մի բան կստանաք, որին երկար եք սպասել։ Նաև լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որը ձեր տրավմատությունը բավականին կբարձրացնի, եւ տան հետ կապված իրադարձություններ են, սա։ Առիթ, նաև տեղափոխություն, տունը լավ մաքրում, հա, ոնց որ բորկա, այդպես ինչ որ գործեր կանեք կարող եմ։ Հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում խոզերին հունվարի 14-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ինչ որ ելք եք փնտրելու որոշ հարցերին լուծում տալու համար։ Նաև կարիերայի մի փոքր բարձրացում կա, սա կարող է շատ ինչ որ պատվերներ են, շատ չէ, բայց հա ինչ որ կամ եթե քանակով եք աշխատում, քանակը կարող է մի փոքր շատ լինել, որը եւս հա վերաբերվում է ավելի շատ գումար վաստակելուն։ Ինչ որ բան է, որ ձեր կարիերան մի փոքր առաջ է գնում։ Նաև որվա ընթացքում եւ տատանվում եք, ծանոթ թեթև եք անում, հետո տատանվում եք, այստեղ եւ այստեղ եւ այստեղ։ Սա ինչ որ կարող է կասկածներ են, ընտրության առջև եք կանգնած, իսկ մյուսը արդեն ոնց որ տատանվում եք, անել թե ոչ, ասել թե ոչ, իսկ մյուսը կարող է կասկածում եք, կարող է ընտրության առջև եք, այդպես, ծանոթ թեթև եք անում կամ վերլուծում եք որևիցե խոսքեր, ասածները դիմացինի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։